չար մշակների առակը մի մարդ այգի տնկեց, այն մշակներին տվեց ու ինքը երկար ժամանակով օտարության գնաց։ Երբ ժամանակը հասավ, մշակների մոտ մի ծառայի ուղարկեց, որ այգու պտղից իրեն տան, բայց մշակները նրան ծեծեցին ու դատարկ հետ ուղարկեցին։ Դարձյալ մի ուրիշ ծառայի ևս ուղարկեց, նրանք սրան էլ ծեծեցին, անարգեցին ու դատարկ հետ ուղարկեցին, եւ դարձյալ մի երրորդի էլ ուղարկեց, նրանք սրան էլ վիրավորելով դուրս հանեցին։ Այգու տերը ասաց. «Ինչ անեմ, իմ սիրելի որդուն ուղարկեմ, գուցե նրան տեսնելով ամաչեն»։ Բայց երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արեցին ու ասացին. «Սա է ժառանգը, եկեք սրան սպանենք, որպեսզի ժառանգությունը մերը լինի»։ Եվ այգուց դուրս հանեցին նրան ու սպանեցին։ Արդ այգու տերը ինչ կանի նրանց։ Կգա եւ այն մշակներին կորստյան կմատնի, այգին էլ ուրիշներին կտա, քավ լիցի։ Իսկ նա նայեց նրանց ու ասաց. «Արդ ինչ է նշանակում գրված հետևյալ խոսքերը»։ Այն քարը, որ շինարարները արհամարեցին, անկյունակար դարձավ։ Սաղմոս 118-րդ գլուխ 22-րդ խոսք։ Այս քարի վրա ամեն ընկնող կփշրվի, եւ ում վրա որ այն ընկնի, նրան կջարդի։ Եվ քահանայապետներն ու դպիրները նույն պահին ուզում էին նրան ձերբակալել, բայց ժողովրդից վախեցան, որովհետև հասկացան, որ այն առակը իրենց մասին էր։